Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Վիլեն Գաբրիելյանի եւ նրա կնոջ Նարինա Արաքելովայի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Գաբրիելյանը հայտարարագրել է բաժնային սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Քանաքերզեյթուն վարչական շրջանում, գված 2022 թվականի ապրիլի 4-ին, ինչպես նաեւ միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում գնված 2006 թվականի հունիսի 30-ին։ Տարեվերջին բնակարանն ու հողամասը պահպանվել են։ Որպես շարժական գույք ԿՊԱ-ական падգամավորը հայտարարագրել է 1998 թվականի արտադրության բեռնատար, գնված 2006 թվականի փետրվարի 12-ին, ինչպես նաև 1999 թվականի արտադրության Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, գնված 2007 թվականի մայիսի 17-ին։ Տարեվերջին Գաբրիելյանի շարժական գույքը նույնությամբ պահպանվել է։ Վիլեն Գաբրիելյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2,268,891 դրամ, իսկ տարեվերջին 379,209 դրամ։ ԿՊԱ-ական падգամավորը ունեցել է նաև 500,000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Վերջինիս տարեկան եկամուտները կազմել են 18,846,860 դրամ, որից 9,950,076 դրամը ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 7,536,784 եւ 1,360,000 դրամը համապատասխանաբար Կոնվերսբանկից եւ Ինեկոբանկից ստացված փոխառությունները։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,525,788 դրամ։ Падգամավորի կինը Նարինա Արաքելովան որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը բաժնային սեփականությամբ։ Շարժական գույք ավտոմեքենա վերջինս չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 128,000 դրամ, որը սակայն տարեվերջին զրոյացել է։ Падգամավորի կինը կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10,661,906 դրամ, որից 3,125,122 դրամը միասնական սոցիալական ծառայությունից ստացած աշխատավարձն է։ Մնացած 7,536,784 դրամը Ինեկոբանկից ստացած փոխառությունը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16,491,530 դրամ։